Ողջույն հարգելի հայրենակիցներ։ Նորից օրակարգ է բերվել Գեղարքունիքի մարզի և Արարատի մարզի գյուղական ամբուլատորիաների օպտիմալացման ծրագիրը։ Բազմիցս խոսել ենք դրա մասին, անգամ ծանր և երկարատև քննարկում է եղել ազգային ժողովում։ Տրվել են մարզպետներին և առողջապահության փոխնախարարին բազմաթիվ հարցեր, որը մնացել են անպատասխան, և այս նախագիծը հետ կանչվեց, իդրաֆտից չգնաց կառավարություն և գնաց փոփոխությունների։ Եվ այսօր արդեն նորից հանրային քննարկմանը իդրաֆտում դրվել է այս նախագիծը, որով Գեղարքունիքի մարզում 30 ամբուլատորիայի օպտիմալացման արդյունքում լինելու է 9 փունջ, իսկ Արարատի մարզում 36 ամբուլատորիաներից ունենալու են 16 փունջ։ Մի փոքր պատմական էքսկուրս, ինչպես են ստեղծվել այս գյուղական ամբուլատորիաները հետխորհրդային շրջանում, ուրեմն այս ամբուլատորիաները համաշխարհային բանկը ֆինանսավորմամբ կառուցվեցին ուրեմն իրենց շենքերը, և այնտեղ մեծ քանակությամբ ընտանեկան բժիշկներ վերապատրաստվեցին որպես ընտանեկան բժիշկներ, և հատուկ նախարարի և մարզպետների միջև կնքվում էր ամեն տարի համատեղ որոշում և սահմանափակում էր դրվում գյուղական ամբուլատորիաներում բացառապես պետք է աշխատեին ընտանեկան բժիշկը, մանկաբույժը կամ թերապևտը, այսինքն այն բժիշկները, որոնք որ ունեին հավաքագրում կատարելու իրավունք։ Ինչու էր դա այդպես արվել, որովհետև այս ամբուլատորիաների ֆինանսավորման աղբյուրը դա բնակչության թվով պեր կապիտա ֆինանսավորումներ, այսինքն գլխաքանակով, և այդպես էր արված, որ տնօրենը, որը և լիներ հավաքագրողը, ամեն մի բնակչի համար պատասխանատվություն կրեր և ամեն մի բնակչի հավաքագրումից ստանար ֆինանսավորման այդ մասը և նաև այդ ֆինանսավորումը հստակ ուղղվեր բնակչի առողջության պահպանմանը և բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը։ Ինչ են անում հիմա մեր իշխանությունը, ասում է, որ պետք չի, որ բուժող բժիշկը զբաղվի այդ ադմինիստրատիվ խնդիրներով, անգամ փոխնախարարը օրինակ էր բերում ազգային ժողովում, ասում էր, որ ես օրինակը այսպես էր ասում, ինչի պետքա տանիքի խնդրի համար անհանգստանա բուժող բժիշկը, ինչի պետքա ապակին կոտրելու համար անհանգստանա բուժող բժիշկը, մենք բերում ենք կառավարիչներ, որոնք այդ խնդիրներով կանհանգստանան և այդ բուժումները իրենք կզբաղվեն միայն իրենց բուժումներով։ Սակայն մեր իշխանությունը, իդեմս այդ փոխնախարարների և այլնի, մոռանում են մի շատ կարևոր բան, որ այդ տանիքը ապակին վերանորոգելու գումարը այս գյուղական ամբուլատորիաներում աշխատում է բժիշկը, որովհետև դա բացառապես պեր կապիտա սկզբունքով ֆինանսավորում է, և այս ամբուլատորիաները չունեն վճարովի ծառայություններ։ Եվ նրանք բացառապես անվճար են սպասարկում բնակչությանը։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էլ է առաջանում, այս հավաքագրող բժիշկները ամեն մի բնակչի համար պատասխանատվություն էին կրում, ինչպես նաև անում էին ամեն ինչ սպասարկման առումով, որ այս բնակիչները չգնան այլտեղ և չհավաքագրվեն այլ օրինակ մասնավոր ամբուլատորիաներում, արտահիվանդանոցային բժշկական օգնություն սպասարկման ուրեմն
բժշկական կենտրոններում։ Դա էր գաղափարը, որ այստեղ իրենք տնօրինում էին իրենց հավաքագրած բնակչությանը պետության կողմից տրված գումարներին։ Հիմա ինչ ենք անում, հիմա եթե առաջ անգամ եթե բժիշկն էր դիմում, որը որ չուներ մանկաբուժի, ընտանեկան բժշկի կամ թերապևտի որակավորում, չէինք թույլ տալիս, որ դառնա ամբուլատորիայի ղեկավար, դա արվում էր բացառապես կառավարության որոշման սահմաններում։ Հիմա այս ամեն ինչը փոխվել է եւ այս բժիշկները ուրեմն ինչ են անելու, ղեկավարվելու են օրինակ, էլի օրինակս փոխնախարարից է իրենց ասելով հաշվապահի կողմից, որը ունի առողջության կազմակերպիչի ինչ որ վերապատրաստում։ Եվ սա բերելու է լուրջ խնդրի, արդեն իսկ դեֆիցիտային կադրային քաղաքականության ֆոնի վրա, որովհետև ընտանեկան բժիշկները բավականին ուրեմն քիչ են Հայաստանի Հանրապետությունում, բժիշկների կարիքը մենք շատ ունենք, այս բժիշկներից շատերը դեռ կորոշեն աշխատել իրենց կամ ոչ իրենց հաշվապահի, օրինակս էլ եմ կրկնում, փոխնախարարից է, ենթակայության, թե կտեղափոխվեն Երևան, որտեղ եւս մեծ քանակությամբ ընտանեկան բժիշկների կարիք կա, կամ մոտակա մասնավոր արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն եւ իրենց հետ նաեւ կտանեն իրենց բնակչությանը, որովհետեւ բնակիչը իրավունք ունի ստանալ իր ցանկացած բժշկական վայրում իր բժշկական օգնությունը։ Եվ դա բերելու է նրան, որ այս գյուղական ամբուլատորիաները քիչ-քիչ ոչ թե միաձուլվելու են, այլ լուծվելու են, այսինքն չկա բնակչություն, չկա ֆինանսավորում եւ չկա ամբուլատորիա կարգավիճակով։ Ով է դժվելու այս ամեն ինչից։ Այս ամեն ինչից դժվելու է գյուղի բնակիչը, որը որ արդեն իսկ առաջի մասով դժված է հայտնի օֆերտայի դեղերի ծրագրով, որովհետև ստիպված է նա եթե իր գյուղից էր ստանում, քայլելով գնում էր եւ ստանում էր իր անվճար դեղորայքը, առանց պասպորտիզացիա անելու մենք դրեցինք եւ այդ ասեցինք գնում եք համապատասխան դեղատները եւ հիմա նա ստիպված է լինում ծախսանել տրանսպորտային եւ այլն, հասնել շրջկենտրոն եւ այդ ստացվում է, որ այդ կենտրոնում քաղաքում դեղատները հրաժարվում են տալ, որովհետեւ առողջապահության նախարարությունը տապալել է այս բարեփոխումը, այսինքն բարեփոխման 4-5-րդ օրը մեծածախ դեղորայք վաճառող ընկերությունները ավելի թանկ են վաճառում դեղատան վրա դեղը, քան առողջապահության նախարարությունը փոխհատուցում է։ Եվ դրան գումարվելու է, որ բնակիչը այլևս իր բժշկի խաթր կամ լավ առողջապահություն ստանալու մղումով դուրս է գալու իր գյուղի հավաքագրումից եւ գնալու է մասնավոր բժշկական կենտրոն։ Արարատի տարբերակում, հա, մենք կարող ենք փաստել, որ այնտեղ մասնավոր բժշկական օգնություն սպասարկում իրականացնող կազմակերպություններ կան, որոնք որ բավականին հաջող այլևս հավաքագրում են անում բնակչությանը։ Եվ հաջորդ խնդիրը, որը որ մենք հարցեր էինք ներկայացրել, ազգային ժողովում, դա փոխնախարարից այդպես էլ չստացանք եւ մարզպետից պատասխաններ, որ ցուցանիշներն եք հիմք դրել բարելավելու, որ կատարում եք այս օպտիմալացումը, այսինքն մի բարեփոխում որ կատարվում է, ինքը պետք է ունենա ելքային ցուցանիշներ, այդ ելքային ցուցանիշները գնահատվի բավարար կամ լավ եւ ասել, որ մենք այս ցուցանիշները ենթադրում ենք, որ պետքա բարձրացնենք այս
այսքան անգամ այս բարեփոխման շրջանակներում։ Օրինակ, խոսքս պատվաստման մասինն է։ Մենք ունենք հայտնի դեպքը, հա, պիլոտ կոչվածը, դա Խոյ համայնքի, որտեղ օրինակ պատվաստման ցուցանիշները օպտիմալացումից հետո բավականին իջել էին։ Հիմա հարց ենք տալիս այս մարդկանց, ինչ ֆինանսական բարեփոխումներ եք ունենալու, որովհետև դուք նախատեսում եք, որ բավականին շատ պետքա անեք կրճատումներ, օրինակ ադմինիստրատիվ հատվածը կրճատվելու է, օրինակ բուժքույրերի որոշակի հատվածներ կրճատվելու են աշխատանքից եւ ավելին ասեմ, եթե բնակչությունը որոշի ընտրել այդ փնջային ամբուլատորիան, ապա ինչքան բնակչություն դուրս եկավ այդ ամբուլատորիայից, այդքան ֆինանսավորումը պակասելու է, որը բերելու է նաեւ միջին բուժպերսոնալի կրճատման։ Եվ այս հարցերի պատասխանը չկա, չունեն ոչ մի ֆինանսական եւ առողջապահական ցուցանիշների վերլուծություն, ավելին ասեմ, վերջերս 2-3 օր առաջ ազգային ժողովում առողջապահության մյուս փոխնախարարը Նանուշյան Լենան հստակ հայտարարեց, որ այդ վարկը, որ ուզում են 102 միլիոն եվրոն, դա առաջի ծրագիրն է լինելու, որտեղ մենք ասեց ունենալու ենք արդյունքահեն ցուցանիշներ եւ այլն, այսինքն խոստովանեցին, որ մինչև այսօր ոչ մի բարեփոխում չի վերլուծվել արդյունավետության գնահատման համար։ Նույնը լինելու է այստեղ եւ արդյունքում այս բարեփոխման միակ տուժողը լինելու է գյուղի բնակիչը։ Գյուղական ամբուլատորիաների փնջային օպտիմալացումը բերելու է այս ինստիտուտի, ընտանեկան բժշկի ինստիտուտի քայքայմանը, սա վերջի փուլն է մարզային առողջապահության քայքայման, որովհետև դրանից առաջ հիվանդանոցների ենթակայության փոփոխություն արվեց դեպի առողջապահության նախարարության ենթակայություն եւ կարծում եմ շատ շուտով արդեն առաջի, այդպես ասած, ջնջուղները կան, ինֆորմացիան կա, որ սկսել են այդ մարզային բժշկական կենտրոնները տալ կոնցեսիոն կառավարման տարբեր մասնավոր երևանյան բժշկական կենտրոններին եւ սրանով մարզային առողջապահությունը քիչ-քիչ դարձնում են, վերացնում են, քանդում են։ Եվ այս բոլոր հարցերին ի պատասխան առողջապահության փոխնախարարը ազգային ժողովում ասում էր, ես լինելով ռուսաստանյան փորձն եմ բերել, ես եղել եմ այնտեղ, ես կատարել եմ նման բարեփոխումներ եւ ինձ հետաքրքիր էր, որովհետեւ ընտանեկան բժշկության մոդելը ես գիտեի, որ Ռուսաստանի Դաշնությունում նոր 1-2 մարզերում ներդնում են, նոր են պիլոտները անում եւ երբ որ նայում ես այս փոխնախարարի այդ կենսագրությունը, տեսնում ես, որ ինքը մոսկովյան 1-2 մասնավոր ընկերությունում թերապևտ է աշխատել, ոչ մի ավել բան, ես դե հրապարակել եմ եւ այստեղ հայտնի արտահայտություն է գալիս, որ ներկա կառավարության համար ստելը նորաձև է։ Ստում են, որ բարեփոխվելու են այս փնջերը, որովհետև այն հարցին, թե դուք ինչ տեխնիկական հագեցվածություն եք, ինչ ակտուալ հաշվարկներ եք արել, որ այդ տեխնիկական հագեցվածություն պետք է ապահովեք, իրենք չունեին այդ հարցի պատասխան, ասում էր դե մի հատ շրջիկ սոնոգրաֆ կդնենք, ման կգա այդ ամբուլատորիաներով, երբ որ հարց էր տալիս, իսկ այդ շրջիկ սոնոգրաֆը անվճար է անելու, թե վճարովի եւ ինչպես եք նախատեսում օրինակ հրատապ սոնոգրաֆիաների եւ պլանային սոնոգրաֆիաների տարբերությամբ, իրենք այդ հարցերի պատասխանները չունեին,
Տեղերում ասել էին, որ դուք ունենալու եք ռենտգեն ապարատ եւ այլն, պարզվեց, որ երբ որ հարցեր տվեցինք, պարզվեց դա էլ էր եղել կեղծիք, որովհետեւ իրենք չեն նախատեսում այդ ապարատները դնել։ Անգամ շատ տեղերում խոսք էին տվել, որ դուք կունենաք էլեկտրոմոբիլներ այդ տնօրեններին, ապագա, որոնք որ պետքա լինեն, որոնցով կպտտվեք այդ ամբուլատորիաներով, երբ որ մենք խնդրեցինք այդ հաշվարկը, ովքեր են տալու այդ էլեկտրոմոբիլները, եթե չեն տալու բյուջեի վրա դա ինչ է նստելու, այդ հաշվարկն էլ չունեն, այսինքն դրանք ընդհանրապես օդի մեջ խոսքեր են, եւ դրա արդյունքում քանդելու են այս ամբուլատորիաները եւ դրա արդյունքում այս ինստիտուտը, որը շատ գեղեցիկ ինստիտուտ էր, ես ակամայից հիշեցի, թե ինչպես են մշակույթը մենք ձևավորեցինք միջազգային մեր գործընկերների հետ, որ այնտեղ մայրական դպրոց ստեղծվեց, այնտեղ տարբեր տեսակի կրթական ծրագրեր էին արվում բնակչության համար, գեղեցիկ, այնտեղ սովորեցնում էին ինչպես պետքա մայրը խնամի երեխային, ինչպես պետքա վերաբերվի, երբ երեխայի մոտ ջերմության բարձրացում է եւ այլն, եւ այս գյուղական համայնքներում նոր կուլտուրա էր ստեղծվել, անգամ խոստովանում էին բժիշկները, որ այդ կանանց համար ամենագեղեցիկ օրերից մեկն է, երբ որ իրենք գեղեցիկ հագնվում եւ գալիս են, որպեսզի ապագա մամաները լսեն այդ ծրագրերի մասին, ինչպես խնամեն եւ այլն, անգամ կային մայրեր, որոնք որ մինչև երեխա ունենալը կամ մինչև հղիանալը անպայման պատրաստվում էին դրան։ Հիմա մենք ունենալու ենք խառնաշփոթ, ունենալու ենք տարբեր տեսակի անկառավարելի իրավիճակներ, ցավոք սրտի, եւ ցավում եմ, որ այս բոլոր փաստերը, երբ որ շատ աշխատանքային ռեժիմով ազգային ժողովում ներկայացվեց մարզպետին, առողջապահության փոխնախարարին, անգամ խնդրեցինք, որ նորից քննարկում կազմակերպվի, անգամ պատրաստական էինք մեր մասնագիտական հմտություններով աջակցելու, այդպես չարվեց, միանգամից դրվել է եւ հա, միակ փոփոխությունը, որ արել են, այն ժամանակ դրել էին հստակ գյուղերով անունները, օրինակ Գեղարքունիքի մարզում, ասենք, ասում էին, որ մի ամբուլատորիայի կենտրոնը լինելու է Աստղաձորում, մյուսը լինելու է Ծովինարում, մյուսը Ծագարում, մյուսը Նորադուսում եւ ազգային ժողով պատգամավորներից մեկը նկատեց, որ մեկը մարզպետի գյուղն է, մեկը բուժվարչության պետի գյուղն է, մյուսը Գնել Սանոսյանի գյուղն է, այն մյուսը Նարեկ Գրիգորյանի ազգային ժողովի պատգամավորի գյուղն է, անգամ Ալխաս ազգանունը չեմ հիշում, ԿՊ-ական պատգամավորը նեղվեց, ասեց, բա մեր գյուղը խի չկա, այս են հանել, այսինքն գեղեցիկ թաքցնում են այն նստավայրը, որտեղ պետքա լինի այդ տնօրենը, այդ 9 տնօրենները, որտեղ պետքա նստեն, ինչու՞մն է կարևոր այդ նստավայրը, որովհետև այդ գյուղի բնակիչները իրենց փաստաթղթերի կնիքելու համար, որովհետև կնիքը մեկն է լինելու, հա, այդ կնիքելու համար ստիպված են լինելու այդ ճանապարհը անցնել եւ գնալ հասնել այդ նշանակված կառավարչին, տնօրենին, որպեսզի իրենց օրինակ անաշխատունակության թերթիկը կնիքի։ Եվ օրինակ չի բացառվում, որ այդպես է լինելու է, Գեղովիցին պետք է 2 տրանսպորտ փոխի, այսինքն հասնի Մարտունի, այնուհետև Մարտունուց գնա Աստղաձոր, կամ ամենակիչը 2000 դրամ տաքսու վճարանի, տաքսի, հասնի Աստղաձոր, որպեսզի կնիքի այդ իր փաստաթուղթը, եթե կարող էր ինքը քայլելով հասնել, օրինակ Գեղովիտի ամբուլատորիա, եւ այնտեղ կնիքեր իր փաստաթղթերը։ Եվ դրա արդյունքում էլի դժվելու ես դու, իմ հպարտ քաղաքացի, դրա արդյունքում դժվելու է առողջապահությունը եւ այն ինչը որ արդեն դարձել էր զգայացած ինստիտուտ, քանդելուց հետո վերականգնելը դառնալու է շատ բարդ։ Էլ չեմ ասում, որ օրինակ Վարդենիսի որոշ գյուղեր դարձել են սահմանապահ,
եւ այնտեղ աշխատող օրինակ բազմաթիվ բուժքույրեր կան, որոնք որ ինձ նամակներ են գրում եւ ասում են մեզ այստեղ պահում էր մեր աշխատանքը։ Եթե մենք կկրճատվենք այս օպտիմալացման արդյունքում, ապա մենք այլևս չենք լինի այս տարածքում, մենք մեր անվտանգությունը գնահատելով կտեղափոխվենք եւ այլն։ Այսինքն այդ ինֆրաստրուկտուրաների քանդումը նաև բերելու է գյուղական բնակչության միգրացիայի։ Առիթից օգտվելով ուզում եմ նորից խնդրել, հորդորել կառավարությանը, իդեմս առողջապահության նախարարին, իդեմս Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետներին լավ մտածել, քանի դեռ նախագիծ է, կատարել հստակ հաշվարկներ եւ Հայաստանում վերցնել մաստեր պլան ստեղծել արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման եւ ամբողջ Հայաստանը բերել մեկ կառավարման սկզբունքի, նոր